Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ մեզ ունկնդրելու համար։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից։ Այսօր մենք երկուսով ենք ներկայացնելու այդ ուտեստը, այսինքն ես հյուր ունեմ։ Բարեկամներ, այսօրվա իմ հյուրն է Աբովյանի կրթահամալիրի ուսանող Ջանիբեկ Դավթյանը։ Ողջույն Ջանիբեկ։ Ինչպես եք անում։ Լավ, դու։ Նորմալ։ Ամեն ինչ լավ է։ Վերևում ոնց է օդը։ Նորմալ։ Լավ է։ Շատ ուրախ եմ։ Ես տեսնում եմ, որ տրամադրությունը բարձր է։ Իսկ ցածր տրամադրությունով երբևիցե ուտեստ պատրաստել չի կարելի։ Չի կարելի, համեղ չի ստացվում։ Ահա։ Ինչ ենք պատրաստելու հիմա։ Պատրաստելու ենք աղցան, նռով, մեզ անհրաժեշտ է հավի կրծքամիս, թթվասեր, նուր, եգիպտացորեն եւ յազար։ Եվ գազար։ Եվ գազարը համեմելու ենք ձեթով, հա։ Չէ, ձեթով տապակելու ենք։ Ձեթով տապակելու ենք։ Ինչ ենք անելու, ինչից սկսենք, ինչում ես կարող եմ օգնել քեզ։ Հավի կրծքամիսը կուբիկների դրտենք։ Իսկ ինչի կուբիկների։ Ես ուզում եմ կտրատել երկար ձողիկների։ Լավ, այդպես անենք։ Հա։ Հա։ Կտրատեցինք հավը։ Տապակը դնենք տաքան, հա։ Ավելացնում ենք ձիթայուղ։ Տապակը տաքանա, նոր ավելացնում ենք ձիթայուղ։ Ձիթայուղը դաղում ենք, չէ։ Ինչի ենք դաղում։ Չենք կարող սառը ձեթի մեջ օգտագործել։ Այդտեղ համերը կկորցնեն։ Այդ դրամա տակ։ Իսկ մեր կարևոր գործը այն է, որ ինչ որ պատրաստում ենք, եւ համային հատկանիշները եւ սննդային արժեքները պահպանվեն, չէ։ Լավ, կանաչի օգտագործելու ենք։ Հա։ Ինչ կանաչի։ Նախադրելի է խառը։ Խառը։ Հա։ Այս մանրամասների հետ գործ չունենք, խառը եւ։ Համեղ։ Իսկ եթե ես առաջարկեմ ուղղակի այս ճաշակի։ Այս ճաշակի համը։ Լավ։ Քո ճաշակը համեմ է, իմ ճաշակը սամիթ է։ Այսինքն կկտրատենք այն ժամանակ մաղադանոս։ Չէ՞։ Դա։ Արդեն ձեթը դաղվել է, ավելացնենք յազարը դեպքում։ Հավի կրծքամիսը փաստորեն առանձին պիտի։ Առանձին պիտի տապակվի։ Տապակենք, հա։ Տապակենք առանձին։ Ջանիբեկ ջան, դու սիրով ես պատրաստում, սիրում ես այս գործը։ Թե ուղղակի նախարար չստացվեց դառնաս, Ոչ նախարար, որքե սիրում եմ իմ մասնագիտությունը։ Սիրում ես, չէ, կապ չունի, չէ, ինչ գործը պիտի սիրով անես, հոգի դնես մասնագիտությունը, չէ։ Ես կարծում եմ մի քանի տարի հետո մենք կունենանք մի լավ բարձրահասակ խոհարար։ Ավելացնում ենք աղ, միտի։ Աղ ենք ավելացնում։ Արդեն պատրաստեք, Շատ արագ է, հա, պատրաստ։ Ինչի քիչ տապակեցին, որ յազարը իր համերը չթողի, գույնը սիրում մնա գույնը պահպանվի։ Լավ, այստեղ մենք պահպանեցինք եւ գունային իր այդպես, եւ գույնը հենց այնպես չի որ գույնը, չէ։ Այսինքն իր սննդային արժեքների հետևանքն է այդ գույնը։ Եթե գույնը գնաց, ուրեմն ինչ որ մի բան կորցրեցինք, չէ։ Համային ավելացնենք եւ հավի կրծքամիսը։ Պարոն Մամուլյան, խնդրում եմ, որ դուք սխտորը կտրատեք մանր։ Սխտոր կտրատենք։ Բայց խոշոր կտրատեցի, կարծում եմ մի քիչ տապակես լավ կլինի հավը, հավի հետ։ Լավ, եկեք տապակենք։ Ջանիբեկ, որոշ բան պատրաստման ժամանակ, որոշ տեխնոլոգիական process մենք կարող ենք խախտել, կարող ենք ինչ-որ մի բան հարմարեցնել։ Ուտեստի հետ։
ուտեստի հետ։ Կարող ենք։ Կարող ենք։ Մեն հիմնական տեխնոլոգիան իհարկե որևէ մեկին տրված չէ իրավունք խախտելու, բայց որոշ բաներ կարող են չէ խախտել։ Որոշ ուտելիքների կարելի է խախտել։ Դու սիրում էիր համքեղ, ես սիրում էի սամիտ, ուրեմն կկտրատենք մաղադանոց, չէ։ Արդեն պատրաստ է հավի միսը։ Տես ինչ լավ բույր տվեց։ Զգացի բուրբուկը։ Սա դնում։ Ավելացնում ենք նուռը։ Ջանիբեկ ջան, բան նրան հետ կարելի էր եգիպտացորեն խառնել, Ջանիբեկ։ Համեղ է։ Այդ բարձր մրգի հետ, այդ բարձրա ճաշակ եւ բարձրա համ, այդ համեղ։ Կարելի է։ Չէ, ուզում ես չխառնել։ Լավ, եկեք չխառնենք։ Եկեք չխառնենք, հա եգիպտացորեն։ Այն Թողնենք մենք մեզանով էսպես քերեցիկ, հա։ Կարող ենք հանել, կարող ենք, չէ։ Հա։ Համեղ կլինի։ Համեղ կլինի եւ Ավելացնում ենք սև բիբար։ բացի նրանից որ համեղ կլինի, բարեկամներ ընդհանրապես շատ տարատեսակներ չի կարելի օգտագործել մի ուտեստի մեջ։ Որովհետեւ ամեն մի մթերք մեր օրգանիզմում ունի իր մարսման process-ը սկսելու մի վայր, սկսած բերանի խորոչից մինչև 12 մատնի աղիք։ Եվ եթե մենք շատ ենք այսպես խառնում ուտեստները, մթերքները, մեր օրգանիզմը չի կարողանում կողմնորոշվել, թե որը որտեղ սկսի։ Մանավանդ երբ որ ճաշակելիս ջուր ենք խմում։ Շատ լավ ստացվեց։ Այս կանաչին էլ իմ կողմից խառնելը դու կազմակերպես, նրան հատիկներ, այս ձևորով էլ հավանես։ Լավ ես մտածել, շատ։ Ավելացնենք թթվասերը։ Եթե ինձ լսես, քիչ կավելացնես, բայց չլսեցիր, ամբողջը ավելացրիր։ Օպերատորներից մեկն էր խնդրի ավելացնենք թթվասեր։ Այստեղ փաստորեն նորից ճնշում, նորից օպերատորների կողմից։ Լավ։ Պատրաստ է աղցանը։ Խնդրեմ, տեղադրում ենք օփսեի մեջ։ Բարեկամներ, մի Ջանիբեկը կտեղադրի, ես նորից հիշեցնեմ բաղադրությունը եւ պատրաստման եղանակը։ Օգտագործենք քերված գազար, հավի խաշված կրծքամիս, նռան հատիկներ, սխտոր մի քիչ ավելացրինք եւ մաղադանոս, իսկ այդ ամբողջը առանձին մենք տապակեցինք գազարը, հետո հավի կրծքամիսը, հավի կրծքամիսի հետ մի քիչ տապակեցինք նաև սխտոր, նռան հատիկներով եւ թթվասերով հավելեցինք եւ աղցանը պատրաստ է։ Ինչ է պակասում այս աղցանին։ Եթե պարոն Մամուլյան դուք ունեք լավաշներից փոքր կդրատված ջուր, կարելի է զարդարել։ Մենք ունենք միշտ լավաշ հացերի հացը։ Բավական է։ Կարծում եմ կարելի է կարմիր բիբարներ կողմ։ Ես էլ եմ կարծում այսպես։ Ջանիբեկ դու դառնալու ես մեծ խոհարար, հիշի։ Իսկ հանրությունն էլ թող հիշի։ Նորից եմ կրկնում, Ջանիբեկ մի քանի տարի հետո մենք կունենանք Ջանիբեկ անունով մի բարձրահասակ լավ խոհարար։ Շնորհակալություն։ Ինչ առաջարկ ունես մեր հերոստատողներին։ Առաջարկ ունեմ, որ չմոռանան մեր հին հայկական ուտեստները եւ միշտ ուրախ լինեն։ Բարեկամներ, անկեղծ եմ ասում, եկեք միշտ լինենք ուրախ, այնպես ինչպես Ջանիբեկն է։ Որևէ կոմպլեքս, որևէ այսպես այլ մտայնություն։ Տղան ուղակի տարված է իր գործով։ Եվ ձեր անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ջանիբեկին։ Թող ինքը շարունակի այդ ոգով, թող շարունակի այդպես շփտալով եւ լավ տրամադրությունով միշտ լավ ուտեստ պատրաստի։ Շնորհակալություն ջան։ Շնորհակալություն ձեզ։ Ապրես դու։ Հարգելի հերոստատիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նորից եւ ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին։ Բարեկամներ, դա հավատացեք, որ կօգնի մեզ, կօգնի մեր մոռացած որակները վերականգնելուն։ Իսկ այդ մոռացած որակներից են մեր համառությունը,
մեր պարկեշտությունը, բարի լինելը եւ միակամությունը։ Ցտեսություն բարեկամներ։ Նռով աղցան, հավի կծկամիս 200 գրամ, ձեթ 30 գրամ, գազար 170 գրամ, նուռ 100 գրամ, թթվասեր, խառը կանաչի, աղ, պղպեղ, բարեախորշակ։